Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին։ Թանկագիններս, սենց հապճեպ ենք սկսում այս անգամվա վլոգը, քանի որ ես հիմա պետք է գնամ Վահանին մանկապարտեզից բերեմ, արդեն ժամանակն է, ինձ կզանգահարեն շուտով, բայց գնումներ եմ արել ու պետք է տեսնեք դրանք։ Դեռ հստակ չգիտեմ, վստահ չեմ, թե երբ եմ գնալու ծնողներիս տուն, Վարդենիս վերջապես տեսնեմ տատիկենց, մամայենց, բայց Եվնույն ժամանակ միշտ չի որ ինձ հնարավորություն է ընձեռնվում դուրս գալ խանութներով, պտտվել եւ ինչ որ գնումներ կատարել, այդ պատճառով այսօր հարմար օր ունեի ու որոշեցի գնալ նվերներ գնել։ Եկեք միասին արագ նայենք ու նոր գնամ Վահանի հետևից։ Առաջին հերթին ուզում եմ սա ցույց տալ։ Վերջերս ծնողներս իրենց լոգարանը, սանհանգույցը վերանորոգել են ու որոշեցի իրենց լոգարանի համար ինչ-որ մի նվեր գնել, ուրեմն սրանք տեսնում եք ջուրը ներծծող գորգեր են, հետևի հատվածում այնպես արած, որ չսղա, ու ամենակարևորը իրեն լվանալ կարելի է, շատ հեշտ մաքրվում է, կարճ ասած իրեն պահելը ըստ նկարագրության հեշտ է։ Սա այսպես մեծ երկար գնել եմ այն նպատակով, բայց դե իրենք ոնց կուզեն այդպես կօգտագործեն, որ փռեն հենց իրենց լոգախցիկի դիմաց, ասենց երկար փռեն։ Սա, չգիտեմ, լոգարանի մուտքի դռան մոտ կդնեն, լվացարանի տակը կդնեն, ոնց կանեն, չգիտեմ։ Սա արդեն զուգարանի համար է, տեսեք, այս կլոր հատվածը հենց այդտեղ այսպես հագնելու համար է նախատեսված, կարճ ասած, մի քանի կտորից թող իրենք ինչպես նպատակահարմար կգտնեն, այդպես էլ թող օգտագործեն։ Խոհանոցային փոքր կտորներից եմ դրել մամային, քանի որ ես շատ հավանեցի 5 հատ, 6 հատ, ինչքանը չգիտեմ, դրել եմ։ Սա վերցրել եմ իմ քեռակնոջ համար։ Հիմա հեռախոսից լույսը միացրել եմ, քանի որ անպամատության պատճառով սենյակում շատ մութ է, շատ բաց գույն է երևում, բայց այդքան բաց չի։ Ավելի մուգ մոխրագույն է, այնպես եմ առել, որ իրեն հարմար լինի կրել է հիմա։ Շատ փափուկ է, շատ, այսինքն շատ հավես է։ Մի խոսքով, սա քեռակնոջս համար, սիրուն տուփի մեջ պետքա դնեմ, բայց իսկ սա էլ բրդյա շալ է տատիկիս համար։ Այդ աղջիկը սիրուն դասավորելա չեմ ուզում քանդեմ ումից որ գնել էի, բայց երկար, հաստ, բրդյա կարող է սրանով փակել իր գլուխը նոր դուրս գալ կամ տանը գցել ուսերին ու չմրսել ոտքերին, մի խոսքով, այսենց։ Սրանք սովորական մազակալներ են իմ համար եւ Վայլբերուսով խաղ եմ պատվիրել Վահանին, փետրվարի 3-ին Վահանի ծնունդն է։ Էլի բաներ եմ պատվիրել, էլի նվեր ունի, ուղղակի այս մեկն էր եկել հասել, այսինքն Վահանի սիրելի փայտյա խաղերն են։ Հետաքրքրությունը ձեր չփչացնելու համար չեմ ասի թե որ մուլտերոսն է այստեղ, բայց գեղեցիկ փուչիկներ են, էլի իր համար։ Դեռ էլի բաներ եմ պատվիրել, որոնք պետք է հասնեն։ Այստեղ նաև մամայենց համար սրբիչների հավաքածու է։ Սրանցից մենք օգտագործում ենք հենց հիմա եւ շատ գոհ ենք։ Մի վարքյան բացեմ, տեսեք թե որքան մեծ է։ Տեսեք, այսինքն մեծ ընդարձակ սրբիչ է, լոգանքի, որը ունի իր հետ նաև իր փոքրը։ Այսենց, ես տեղյակ եմ, որ մաման ուզում էր ամբողջապես թարմացնել իր բոլոր սրբիչները, ասեցի երկու զույգը ես տանեմ, թող ոնց որ հեշտացնեմ էլի իր գործը։ Եվ էլի նույնից, էլի այտենց մեծով, այս երանգը, զուտ երանգները տարբեր են վերցրել, որ ով որ օգտագործելու է տարբերի, կարողանա տարբերել սա իր սրբիչն է, սա մյուսի սրբիչն է, էլի մեծը իր փոքրով։ Սա էլ այսենց։ Եվ կավելացնեմ նաև այս ամեն ինչին քաղցրավենիք։ Եթե էլի բան ավելացնեմ, ձեզ ցույց կտամ, եթե ոչ, ուրեմն իմացեք, այսքանն է։ Այնպես որ չգիտեմ դեռ երբ կգնամ ծնողներիս տուն եւ տատիկենցս այցելության, բայց արդեն նվերները պատրաստել եմ։ Քանի ժամանակ ունեմ, արագ ցանկանում եմ պատրաստել բանջարեղենային սովորական աղցան, տենց լուրջ բան չեմ պատրաստել դրա համար։ Իմ մշտական շերտավոր բանջարեղեններով աղցան։ Այստեղ եփվում է կարտոֆիլ, գազար ու ձու, այստեղ բազուկն է, չեմ բացում, որ գոլոշին չպատի։ Անցյալ վլոգում հետևորդներից մեկը գրել էր, թե չորանոց ունեմ, ինչի եմ չարթարվում, դրսում փռում լվացքը, եւ մի քանի հոգի նամակ էին գրել, մեկը գրել Մարիամ ջան, մեր չորանոցն էլ փչացավ, քոնն էլ է փչացել, այն մեկը գրել Մարիամ ջան, բա որ ասում էի չորանոցը երկար չես օգտագործելու, մի խոսքով ասած ասի լավ, վլոգով կպատասխանեմ, չորանոցը մենք գնել էինք նախ նոր լվացքի մեքենա պետքա գնեինք ու մտածեցինք որ առնում ենք մի անգամից չորանոցով առնենք այդ ժամանակ ես շատ էի օգտագործում քանի որ Վահանին
փոքր էր ու նոր կտրել էինք տակդիրից ու այն որ 15 րոպե 20 րոպե մեկ երեխեն տակն անում այդ վիճակներ բացի դա այն որ ջուր վերցումա խմումա թափումա վրայան ուտելիք ուտումա քսումա վրայան մի խոսքով օրվա մեջ օրվա վերջում ոնց մեծ զամյուղիկ վահանի շորերներ լինում ու ձմռանը էլ չի հասցնում ես արդեն շոր չորացնեի այդ ժամանակ չորանոցը ամեն օրվա մշտական ընկերն է եղել առանց իրա ես ուղղակի չէի կարող ինքը ինձ փրկեց մի հատ այդ ամբողջ դվեր իմ երեխան ցանկացած պահին ուներ չոր շոր ես արդեն չորացնում ու հենց մեքենայի մեջ էլ հանում հագցնում է այդ աստիճանի ինքը շատ ակտիվ աշխատում էր բայց հիմա այդքան էլ ձեռ չի տալիս չորանոցը օգտագործելը քանի որ նախ այդքան շատ վաղանին անընդհատ շորեր փոխելու կարիք չի լինում այսինքն այդ վախը որ վայ երեխեն մնաց առանց շոր, առանց ռետուզ, առանց նասկի, այդ պահը չունեք։ Երկրորդը յուրաքանչյուր շոր, որ չորացնում է, այդ եթե լավ պետքա չորացնի, տեղին պետքա չորացնի, դրա համար անհրաժեշտ է լինում մոտավորապես 3 ժամ։ 3-3.5 ժամ։ Եթե շատ շտապ է պետք է պարզա արժի դա օգտագործել, բայց եթե շտապ չի պետք ինչի համար այդքան չարչարել այդ լվացքի մեքենան, այդքան հոսանք ծախսել, եթե կարող հանգիստ լվացքը փռեմ դրսում եւ հավաքեմ բերեմ ներս գումարած դրան մենք ամեն օր ունենք լվացք շաբաթվա մեջ մեկ անգամ էլ բոլորիս սպիտակ եղերն եմ փոխում այդ արդեն դառնում օրվա մեջ 2-3 անգամ մի քանի անգամվա լվացքա դառնում դուք պատկերացնում եք մի ժամ լվացք լվում եմ 3 ժամ էլ չորացնում եմ սա ես քչով հաշվեցի 4 ժամ այդ լվացքի մեքենան աշխատում է, հետո երկրորդ անգամը։ Օրվա մեջ 8 ժամ, 9 ժամ այդ լվացքի մեքենան աշխատի, որ ինչ լինի, եթե դրա հապճեպությունը չկա, քանի որ հիմա արդեն խոնավ է, ես էլի փռում եմ, շորերը չորանում են, այն որ հետ էս հավաքում չոր է, բայց մի քիչ մատերը խոնավություն է զգում, այնքան չոր չի, որ արդեն ծալես դնես դարակները, այդ ժամանակ, այս օրինակ վերջին մի քանի օրերին երբ սկսել է ձյուն գալ դնում եմ լվացքի մեքենա հետ եմ մտցնում պարանից հավաքում եմ բերում հետ եմ մտցնում լվացքի մեքենա եւ դնում եմ ընդամենը կես ժամանոց չորացնում ռեժիմը ընդամենը կես ժամ այնքան որ այդ պարը մի հատ sense տալիս է այդ խոնավ վիճակը մեջից դուրս է գալիս շորի վերջ չոր հավաքում եմ ու վերջ այսքանը բավական է որովհետեւ կարտոֆիլի պյուրե եմ նաեւ հետը պատրաստելու էս էլ թող մնա հետո տատիկի համար մի բան կպատրաստեմ աղի շնորհիվ հասկանանք այստեղ արդյոք կա բնակչություն թե ոչ։ Մինչ աղը կատարի իր աշխատանքը մենք ուրիշ բան ունենք ստեղ անելու։ Լցնում ենք ալյուր։ Կարմիր քաղցր պղպեղ, կծծիրողները կարող են մի փոքր կծու ավելացնել։ Տարբեր բանջարեղենների չորացված փոշի է, շատ ամեն ինչ հետ կարելի է օգտագործել սուպերի մեջ, մսի ֆարշի մեջ Դրանից եմ լցնում քիչ քանակությամբ, քանի որ իր մեջ նաև աղ է պարունակում։ Սև պղպեղս քիչ է մնացել, այսպես։ Բրծավ ավելի ճիշտ։ Այս մեր զանգվածը այսպես խառնում ենք։ Սա այսպես։ Հա, տատ։ Շատ ընդիր բաժակա։ Լավ է, գոհես։ Շատ հարմար է ինձ։ Սրա մի հատ էլ իսկական Դավիթին կոֆե խմելու համար, որ գա կտակ կտի։ Հա, ոչը մեծ է նայի, ոչը մեծ է տղամարդ է պետք է։ Հա, իրան արժանի է։ Հա, աղջիկի շլանցող համայրա։ Հա, տատ։ Տատիկն իր բաժակը կոտրել էր, ես իրեն նոր բաժակ տվեցի, երևի արդեն տեսակ, տենց ուրախացել այդ բաժակների վրա։ Հիմա ստեղ կոտրում ենք էրիքու, կպում ենք, համոզվելով, որ ոչ ոք էլ չկա մեր ծաղկակաղամբի մեջ, արդեն այս ջուրը քամենք ու ասենք չանենք։ Ձուն լցնում ենք ծաղկակաղամբի վրա ու խառնում ենք, որպեսզի բոլորը պատվեն։ Այսպես թանկագիններս նայեք, բոլոր կողմերից ձվով պատված է։ Ավելի շատ ձվով եւ լիքը պանրով կարող են դնել ջեռոց, բայց այդ տեսակը տատիկ չի հավանում, չի սիրում, մի խոսքով դրա համար էլ չենք անում։ Ես սա լցրեցի պարզապես այս տարայի մեջ, որ հարմար լինի։ Շաղ ենք տալիս։ Այս շերտը հետո ապահովելու է այդ խրթան վիճակը,
ծածկատավանդի։ Լցնում ենք ձեթ ու սկսենք տապակել։ Տեսեք թանկագիններս այսպիսի խրթխրթան շերտով ապատվում, մեջը լինում փափում քամով եւ բաց երեսը խրթխրթան։ Հիմա մյուս կողմից էլ տապակվի ու ծաղկակաղամբի հետ այսքան է։ Աղցանները երկուսն էլ այսենց ապակյա տարաների մեջ եմ պատրաստել, որ իրենց կափարիչներով փակեմ դնեմ սառնարան, բայց մատուցելուց սենց ուղակի դնեմ։ Էլ ինչ որ տենց բաների հետևից չընկնենք։ Վերջ աղցանները եւս պատրաստ են, ես խոհանոցից ազատագրված եմ այս պահին, բայց միայն։ Տեսեք, թե իմ տեղաշորերային ինչ խառնաշփոթ է տիրում, ինչպես Վահանն ասում, Արմագեդոն է։ Դարակներն էի դասավորում, այսքան բան պարզվեց, որ աղբա։ Այն որ չես հասկանում քո դարակի խառնաշփոթի պատճառն ինչ է, հետո աղբը մեջից անում ես, լիքը բան դասավորվում է։ Այս ամբողջը հիմա կգնա աղբը։ Արդեն դասավորել եմ այս մի դարակը, որտեղ հիմնականում շեշտ դրեցի վարսահարդարման իրերի վրա։ Սրա մեջ ինչպես տեսնում եք ամբողջությամբ մազակալերն են, սրանք այս տեսակը շպիլկաներն են մազերի, այստեղ այս տեսակն է, մի խոսքով այսենց։ Սա իմ վարսափաթթուկներն են, որոնցից ես շատ գոհ եմ։ Ու այստեղ դրեցի իմ վերջերս ձեռք բերած վարսահարդարիչը, անկեղծ եմ ասում, եթե ես այս վարսահարդարիչը գովազ դարած լինեի, կհամարվեր մեգա հաջողված գովազ, որտեվ այնքան են հարցնում թանկագիններս, ես այս վարսահարդարիչից շատ գոհ եմ։ Չգիտեմ, չինական ապրանքա երկար կծառայի թե չէ, կարողա օրինակ մի տարի հետո փչանա։ Ամեն դեպքում այս պահին ընտիր աշխատում է, չի վնասում մազերը եւ իդեալական անում է այնինչ ես ուզում եմ, սա էլ մազի լակ։ Իսկ այս տակի արկղը մեծ ստվերաներկերի գունապնակն է, որը քանի որ ես 1000-ից 1 եմ օգտագործում, տակն եմ դրել, այնքան որ սենց պահեմ։ Արդեն գիտեք, որ իմ կոսմետիկայի հիմնական ամեն օրվա մշտական օգտագործվող պրոդուկտները այստեղ են գտնվում, սա եմ մի քանի օր առաջ գնել, այնքան լավ գլոս է։ Այն վրձիններն են, որոնք հաստատ օգտագործվում է, այն պրոդուկտներն են, որոնք հաստատ օգտագործվում է, այսպես ոնց որ պետք է ամեն ինչը կա։ Եվ այստեղ էլ իմ դիմահարդարման սփունգերն են մաքուրները։ Իսկ կեղտոտները արդեն ձեզ ասել եմ, որ առանձին լվալու տեղ եմ տանում մի խոսքով։ Այսենց, բայց սրանք այստեղ չեն դրվում, սրանք դրվում են միջանցքի պահարանի մոտ, որ այնտեղ հենց դիմահարդարվեմ։ Իսկ այստեղ այն պրոդուկտներն են, որոնք ամեն դեպքում օգտագործվում, բայց հազվադեպ։ Հիմա հասկանանք ինչը ոնց խի։ Սա ես տարակիչ առաջ լվացի, բայց մեկա բաներ կային, որ տենց էլ ոչ մի ձև չմաքրվեցին։ Հետքեր կային, որ ոչ մի կերպ չկարողացա իրենց մաքրեմ, բայց ընդհանուր առմամբ լվացի։ Եվ այսպիսի դասավորվածություն տվեցի. ստվերաներ, դիմափոշի, էլի հոնքերի գել, հրաշալի շիճուկ, պարզապես սա երբ որ օգտագործում ես դեմքին մի 20 րոպե կես ժամ պետքա, որ սիրուն ներծծվի, դրա ժամանակը հիմնականում առավոտները չեմ ունեն։ Սա գել ոսկե մազերի, գլխամաշկը մերսող սաներ եւ վազելին։ Այստեղ դրեցի այսպես մատիտներ մի քանի, սա դեռ չբացված փակ վիճակում հոնքերի գել է, այսպես դնում ենք այստեղ։ Եվ այստեղ էլ շրտներ կես Faberlic-ա Sauriflame հուսամ իրար հետ չեն կռվի ստեղ եւ էլի շուրթերի բալզամ, որը սակայն շատ կարմիր գույն ունի եւ սրանք էլ մեկը Oriflame-ա, մեկը չգիտեմ ինչ դուխիներ են պուջուր, նախ շատ անուշ բույր ունեն, երկրորդը ես սպասում սրանցից մեկի սրվակը որ ազատվի, լվանամ մաքրեմ որը այս Zara-ի իմ թարլան դուխին, սրա մի հատը դեղինը օգտագործեցի, վերջացավ գնաց, սա ավելի վարդիս է ծաղիկների գարնանային բույր ունի, սակայն այս սրա հարցերը Վահանը լուծել է։ Բարեբախտաբար այս մասից շատ հեշտ բացվում է ու կարողանամ մեջից լցնել այստեղ։ Ես իմիջիայլոց մի հատ հատուկ սրվակ էլ ունեմ, կարող եմ եւ դրա մեջ լցնել 1 վայրկյան։ Սրա մեջ հիմնականում այս տեսակ բաներն են, հա, ինչպես տեսնում եք։ Սա ասեղները պահելու համար է, ասեղներ են մեջը։ Այս է, տեսեք, թանկագիններս,
Այս սրա մեջ կարող եմ դուխի լցնել, դեռ սա դատարկ է, եւ օգտագործել։ Կարճ ասած, սա էլ էսպես, սրանից տեսակ իշքան բան ազատվում, երբ որ իմ օգտագործելիքները այստեղ են։ Եվ այսպես, սա մարմնի կաթիկ է, որը հիմա այդքան շատ չեմ օգտագործում, բայց ամռանը ամեն օր սա սովորական հակակրտնքա չգիտեմ ինչա զերծիչ։ Սրանք այսպիսի բաներ են, տեսեք։ Սրանք էլ դատարկ կոսմետիկ բուջուր պայուսակներ են, հիմնականում սրանց մեջ ինչ-որ բան լցնում եմ եւ դնում եմ մեկ այլ պայուսակի մեջ, այս պահին անհրաժեշտ չեն, իրենց շուտով կպահեմ։ Սա չօգտագործված ստվերաներկ է, սրանից եւս մեկը ես ունեմ շատ գոհ եմ օգտագործում եմ, այս մեկը լրիվ փակ վիճակում կնվիրեմ մայրիկիս։ Իմիջայլոց ես քիչ էր մնում մոռանալ։ Ամանորյա վլոգում ցույց տվել եմ, որ մամային նվերներ ունեմ։ Սա եւս կավելանա այդ նվերների շարքին։ Հասանք սրանց, ես լիքը մանիկյուրներ լցրել եմ սիրուն տոպրակի մեջ ու տարել եմ աղբար կղերի կողքը հատուկ տեղ կա, որտեղ եթե մի բան օգտագործման ենթակա է, դեն նետելու ենթակա չի, կախում ենք այնտեղ գալիս վերցնում եմ։ Այսպես թարթիչներ, որը ոնց հարել եմ, տենց մնացել է ձեռքերի կրեմ, տոնայիններ, որոնք այս պահին չեն օգտագործվում, բազա տոնայինից առաջ եւ լիքը դեմքի դիմակներ։ Հա, իմիջայլոց սա թանկագիններս կոշիկների սպիտակ հատվածը մաքրելու համար է։ Ընտրեմ այս դարակի դասավորվածությունն էլ, ահա, այսպես եղավ։ Դարակներից մեջ այս ներդիրներից դրեցի, տեսեք, ներքևի հատվածում երևում է, որ գոնե նեղացնել չփչացնել։ Դե արդեն իմ գեղեցկության սեղանի արտաքին տեսքը ինքներդ գիտեք։ Այս ուրեմն ստեղ մի հատ նկար եմ գտել, ինձ էին նվիրել իվենտներից մեկի ժամանակ, ինձ են նկարել, բայց մի քիչ ավելի շատ իմ ծաղրանկարն է ստացվել, տենց դրել եմ ստեղ, որ շատ հաճախ, այսենց վառում եմ ես մոմը ու ինձ հավես է, ստեղ մի հատ էլ ուր էր, այստեղ մի հատ էլ այսենց մոմ ունեմ, բայց անկեղծ ասած ես վառելու համար չեմ դրել, այս մեղրամոմի բույրը ինձ քերին է ճիշտն ասած հիշացնում, անկեղծ խոստովանեմ, դրա համար էլ այդտեղ դրած է։ Սա էլ այս սեղանի արտաքին տեսքը։ Իսկ այս սրա մեջ թանկագիններս տեսեք, ահա այս սրա մեջ կպահեմ այս երկուսը, ստեղ ամբողջը այտենց բաներ են։ Նայեք, այս մեկն էլ կա շատ լավը։ Տեսեք, այսենց։ Ահան այնտեղ չգիտեմ ինչ կռվա տալիս։ Սա էլ իմ սենյակի մաքրության վերջին էտապը։ Ունեմ սփունգները շատ հեշտ, արագ, առանց տանջվել չարչարվելու լվանալու մեթոդ, որին իմ հին հետևորդները ծանոթ են, նորերին եթե հետաքրքիր է գրեք առանձին կնկարեմ, նման հոլովակ չորանան եւ արդեն կավելացնեմ մաքուրների մեջ։ Իսկ ձեզ թանկագինները շնորհակալություն եմ հայտնում այս վլոգը մինչև վերջ դիտելու համար, հուսամ ձեզ հետաքրքիր էր։ Ժամանակը անցկացնել ինձ հետ, ես էլ ձեզ լիքը պաչիկներ եմ անում, ապրեք որ կաք, ապրեք որ միշտ դիտում եք իմ տեսանյութերը, մեկնաբանություն եք թողնում, ոգևորում եք ինձ, լայքում եք, աջակցում եք ինձ եւ իմ ալիքին, եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք շատ շուտով։